Հասարակության ձայնը մեր եթերում, հարթակ։ Բարի օր, հանրային ռադիոյի եթերում հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի հարթակ հաղորդաշարն է։ Հարթակն այսուհետ կազմակերպելու է շարքերի քննարկում։ Թեմային անդրադառնալու ենք ամբողջ ամսվա ընթացքում, փորձելով ապահովել բազմակարծություն, խոր վերլուծություն, ներկայացնելով հավակնոտ փաստեր մեր արժեքների, մեր անցյալի ու նաև ներկա իրողության մասին։ Այս ամսվա մեր թեման լինելու է Սասնատուն կամ Սասնածռեր մեր էպոսը։ Արտերկրի ինչպիսի աղբյուրներ էլ ուսումնասիրելու լինենք, միևնույն է, մեր իմացության դարպասները բացվում են միայն մեր Սասնածռեր էպոսի ուսումնասիրությունների ակունքում։ Հենց էպոսի ժամանակագրությունն ապացուցում է, որ հայերի հեռավոր անցյալի իրականությունն ու պատմամշակութային արժեքները հիպոթեզ լինել չեն կարող։ Սասնածռեր էպոսի 150 պատումներից մեզ հասած Սասունցի Դավիթ էպոսը դեռ մինչ օրս էլ շարունակում է մնալ որպես դյուցազներգություն։ Առանձին անհատներ գաղտնազերծում են էպոսի թաքնագիտական իմաստը, որը միանշանակ չի ընդունվում եւ կասկածի տակ է դնում էպոսի թաքնագիտական կառուցվածքային համակարգ լինելը։ Քիչ անց տաղավարում իմ հյուրն է լինելու գրող, հրապարակախոս, հայագետ Ռուզան Ասատրյանը։ Իսկ մինչ այդ լսենք ռեպորտաժը։ Սասնատուն էպոսը սկսում է Գագիկ թագավորի դստեր Ծովինար Կույսի պարտադրված ամուսնությամբ, որովհետև հակառակորդ Սենեքերիմ թագավորը սպառնում էր պատերազմով։ Ծովինարը 1.5 բուռ ջրից հղի անում եւ ունենում է գերբնական երկորյակներ, որոնք երբ դառնում են 10 տարեկան, սպանում են Սենեքերիմին ու փախչում Հայաստան, կառուցում Սասունը։ Հնագույն հեթանոսական աստվածաշունչ Սասնածռեր էպոսի հեղինակ Լոս Անջելեսում գտնվող Արթուր Արմինը մեզ հետ հեռախոսազրույցում ներկայացնում է էպոսի կարճ նկարագրությունը։ Հրաժարական ձիով միջև արև հասնող երկորյակները կռվելով ջրի ակը փակող վիշապների հետ, արդարության համար մարտնչելով պղնձե քաղաքում, հմայքների քաջանց անդերաշխարհում, խաչքը դա նշանակում է ոգի, անցնելով 40 ճյուղ տեղցուն ծամինը, հաստատում են իրենց արդարացի իշխանությունը աշխարհում։ Երկորյակ հերոսների ծանասար ամուսնանալով 40 ճյուղ տեղցուն ծամի հետ ունենում է 3 զավակներ՝ Ծռանվերդոց, Էնովահան, Մեծ Մհեր։ Ծանասարի հերոսական էստաֆետն իր վրա է վերցնում Մեծ Մհերը։ Մեծ Մհերը բազմաթիվ հերոսական արարքներից եւ մեկ ձեռքերը վառուցին 2.5 անելուց հետո կոչվում է առուծաձև։ Ճակատելով Մսրամելիքի հետ նա չի պարտվում եւ երկու հզորները Մսրամելիքը եւ Մեծ Մհերը եղբայրության դաշինք են կնքում։ Երբ Մսրամելիքը մեռնում է, այս դաշինքի Մեծ Մհերը դառնում է նրա այրը, Իսմիլի ամուսինը եւ արի զավակ է պայքարում թշնամու կլանին, որի անունը դնում են Մսրամելիքի, պատիվ Իսմիլի առաջին ամուսինը։ Հասկանալով որ խապված է որ թշնամու թակավորությունն ինքնոտար է, հերոսը վերադառնում է Սասուն։ Մեծ Մհերի մահից հետո նրա մինուճար որդին Դավիթը դեռ պատանի է, ստանձնում է իր հայրենի Սասունի ազատագրումը Մսրամելիքի իշխանությունից։ Սասնատուն էպոսի վերջին դիցը Դավթի որդի փոքր Մհերն է, որն անմահ է եւ անժառակ։ Նա դեռ մանուկ հասակում ավելի հզոր է, քան իր անասելի դիցազուն հայրը։ Ի վերջո կնոջ գոհարի մահից հետո փոքր Մհերը գնում եւ փակում է ագրավակար կոչվող ժայռակարում եւ սպասում է ժամանակի լերմանը, որ դուրս ելնելով աշխարհակործանի։ Հայկական էպոսի խորհրդապաշտական հենքը հնագույն է, այն բազում հազարամյակներ առաջ հայ արյուներ կոչվող ցեղամիավորումներին կամ նախահնդեվրոպական մայր լեզվով խոսող ժողովրդին պատկանող քերմական գլխավոր տաճարի կրոնամիստիկ ավետարանն է, որը արարչության ըստ համաստեղությունների երկնակամարի ձևավորման եւ մարդկության հոգեվոր ընթացքի մասին կառույց է։ Ընդհանրապես հնագույն հավատամքների հետ կապված էպոս պատումները մեկ հավատամքի, մեկ աշխարհաճանաչողության ներքո կենտրոնացած մարդկային տեսակի ցեղի աշխարհընկալումն է արարչության, տիեզերքի, բնության եւ գոյության իմաստների մասին։ Հնագույն էպոս հավատամքներն իրենց արտաքին պատումի ներքո ունեն ներքին ասելիքը, խորհրդաբանական թաքնագիտություն։ Հնագույն հավատամք էպոսները դուրս են եկել վաղնջական հավատների տաճարներից եւ տարածվելով ժողովրդի մեջ պատմվել ու երգվել են ժողովրդական գուսաների կողմից, որոնք հավատամքային կառույցն ընկալելով որպես սյուժետային պատում հարմարեցրել են այն նոր հավատամքին ու իրենցից ոչ հեռու ընկած պատմական անցքերին։ Իհարկե հին պատումին հաղորդելով ժողովրդական բանալիությանը հատուկ գծեր, կենցաղային դրվագներ, հումոր, կենարաշունչ, թրթիռ, մշտապես կենթանի պահելով այն, եւ որ ամենակարևորն է, փրկել են մոռացումից ու ոչնչացումից։ Սասնատուն էպոսի ժամանակագրության ու կերպարների մասին մեկնաբանությունները տարբեր են ու հակասական։ Կարող էր մեր էպոսը լինել միջնադարի պատում, Արթուր Արմինը զուգահեռներ է տանում հին կտակարանի հետ, նշելով, որ էպոսի կերպարներն ունեն տիեզերական նշանակություն։
Հենց նույն 5 կտակարանում նաև նշվում է, որ Ադրամելեքն ու Անամելեքը դրանք աստվածներ են։ 5 կտակարանում հստակ գրված է Սեփարիումի աստվածներ Ադրամելեքի եւ Անամելեքի համար։ Փաստորեն ինչ է ստացվում։ Ադրամելեքը եւ Անամելեքը իսկ մեր էպոսում Սանասար եւ Բաղդասարը միշտ հիշատակում են իրենց զուգահեռ անուններով, հիշատակում են Ադրամելեք եւ Անամելեք անուններով։ Հիմա Ադրամելեքը եւ Անամելեքը 5 կտակարանում ներկայացված են որպես Սեփարիումի աստվածներ, այլ ոչ թե ինչ որ պատմական թագավորի որդիներ, որոնք սպանում են հորը եւ փախչում են։ Հավանական է, որ Սենեքերի մարգարետ առնչվող այս պատմությունը փոխառնված է 5 կտակարան, ինչպես օրինակ բազմաթիվ պերսոնաժներ են փոխառություններ այդ 5 կտակարանում, որոնց թվում շոմերական առողջության, Օծի ու Ադամի Եվայի, Նոյան ջրերի մասին պատմությունները, որոնք այդ պերսոնաժները, սյուժետները գոյություն ունեն 5 կտակարանի գրառումից շատ ավելի առաջ շոմերական սալիկները հայտնաբերելուց հետո պարզվեց, որ այդ բոլոր սյուժետային պատումները առկա են։ Խոսքը այն է, որ Արա Գեղեցիկ, թե Սասնա Ծռեր էպոսի նկատմամբ, թե Հայկ եւ Բել նկատմամբ պատմական մոտեցում ցուցաբերելը, առավել ևս երբ որ սովետահայ էպոսը ասում է, այսինքն Աբեղյանի տեսությունն է, որ Սասնա Ծռեր էպոսում Դավիթը Դավիթ Բագրատունին է, Քերի Թորոսը Թորոս Ռուշտունին է, նման բան հնարավոր չէ։ Որևէ պատմական միջադեպ, որքան էլ այն ուզում է հերոսական լինել, չի կարող այնքան ուռչել, որ դառնա արարչական կոսմիկական։ Մեր արևապաշտ նախնիների թշնամիները միշտ էլ եղել է լուսինը, ասում է մեր զրուցակիցը։ Սենեքերի ասորական անվանումը Սինահերին թարգմանվում է լուսնի աստվածը եղբայրները շատացրեց։ Աստորեն մենք ունեցանք հիմքում լուսին։ Շամիրամ այս աստվածության անունը աղերսում է հունական Սեմիրամիս ասորեն Սինարրա փայլող լուսին կամ ամբողջի կես, արմա բարձրացող լուսինի իմաստների հետ ամենահավանական տարբերակը կիսալուսին երկուսն էլ էլի աղերսում են լուսնի աստվածության հետ։ Շամիրամ եւ Արա Գեղեցիկ պատումը լուսին արև դուալիստական բինարիզմի հիմքով տարբերակ պատումներից է, ինչպես եգիպտական Օզիրիս Սեթ, շումերական Ինաննա Դումուզի եւ այլ պատումները։ Մսրան Մելիք, Մսր, Մասա, նախահնդեվրոպական ձևը Մեհես եւ երկուսն էլ տխում են չափման միավոր ժամանակ ամիս եւ սա նույնպես նշանակում է լուսին։ Հովսեփ Օրբելին մեր էպոսը կոչել է դիեզերական, դա մեր նախաքրիստոնեական պաշտամունքն է։ Ակնհայտ է, որ Սասնա Ծռեր էպոսի հերոսները վաղնջական ժամանակներում հանդես են եկել որպես աստվածներ։ Ծովինարը տեզերական նախաջրերի աստվածությունն է, երկորյակները Սանասար եւ Բաղդասարը ջրածին հրածին էակներ, Քերի Թորոսը նույնանում է հողմափոթորկի աստվածությանը, որի իր 6 ոտանի նժույգով մեկ օրվա մեջ հարյուրավոր կիլոմետրներ անցնելով հայտնվում է Վան, Արզրում, Կարս քաղաքներում, իսկ Ձենովոհանը Ծռան Վերգոն ըստ ակադեմիկոս Հովսեփ Օրբելի Ամպրոպի եւ Անդրեևի աստվածություններն են։ Նույնիսկ թշնամին Մսրան Մելիքը նույնպես հանդես է գալիս որպես աստվածություն։ Այս աստվածությունն աղերսում է լուսնային տարվա 360 օրվա հետ։ Մելիքի գուրզը 360 լիտր է կշռում։ Եվ այս 360 թիվը աղերսում է լուսնային տարվա հետ, 360 օր լուսնային տարի։ Մեծ մերը աղերսում է արևի աստվածության հետ, 44 դեցուն ծամը, հրեղեն ձին քուրքիկ ջալալին, որոնք ծառայում են Սասնա 4 սերունդներին, ժամանակ եւ տարածություն չեն ճանաչում։ Սրանք անդերաշխարհի, երկնքի, աստեղատների շարժման հետ կապված միթոսական հնագույն պատումներ են, որը հների աշխարհաճանաչողական հավատամքային կարգակառույցն է վերջապես։ Հետաքրքրական է, որ էպոսում Ծովինարը, Ձենովոհանը, Քերի Թորոսը, Դեսծինծամը, ինչպես նաև Քուրքիկ Ջալալին կենտրոնական 4 սերնդի հերոսների հերթափոխության ընթացքում մշտապես առկա են որպես օգնական կամ խորհրդատու։ Փաստորեն նրանք ամառ են, ինչպես փոքր մհերը։ Հանրային ռադիոյի եթերում շարունակվում է Հարթակ հաղորդաշարը։ Այս պահին իմ հյուրը գրող, հրապարակախոս, հայագետ Ռուզան Ասատրյանն է։ Բարի օր, Տիկին Ասատրյան։ Շնորհակալ ենք մեր հաղորդմանը մասնակցելու, մեր հրավերն ընդունելու համար։ Տիկին Ասատրյան, մեզ հայտնի շատ գիտնականների, այդ թվում ամերիկաբնակ Արթուր Արմինի 2007 թվականի Լոս Անջելեսում հրատարակած հնագույն հեթանոսական աստվածաշունչ Սասնա Ծռեր էպոսը լույս է սփռում տիեզերական իմացության բոլոր շերտերի վրա, շահկապված եգիպտական, հունական, ասորական եւ հայկական աստվածությունների ժառանգական շղթային։ Մասնագիտական քննարկումների ժամանակ արդյոք ընդունելի են առաջ քաշած տեսակետը։
Անշուշտ, երբ Արթուր Արմինի գիրքը ընկավ ձեռքս, հասկացա, որ Արթուր Արմինը գտել է Սասնա էպոսի ողնաշարը, դա բավականին բարդ եւ մասնագիտական գործ էր։ Քանի որ նախորդ իմ ուսումնասիրություններում բավականին մոտեցել էի Սասնացրեր էպոսի ուսումնասիրությանը, նրա թաքնագիտական իմաստին, առանցին ճյուղերին, առանցին հերոսների անհրաժեշտությունը որպես պատմության խորիմաստ ավանդապատում, արդեն որոշ բաներ ինձ համար հասանելի դարձան։ Գրողը նույն ինքը պատմաբանն է։ Եթե գրողը չգիտի իր ազգի պատմությունը, նա չի կարող լինել իր ազգի նվիրյալ գրողը կամ ստեղծել գործ, որը իր ժողովրդի ազգի համար ծառայի։ Խնդիրը նրանում էր, որ ինչու, ասենք, ինքս որոշեցի զբաղվել այս խնդրով եւ ծանոթացնել հասարակությանը, որ հայերս հաճախ տարբեր երկիմաստ պատմություններ ենք լսում մեր ազգային կենսագրության մասին, որը շատերի մոտ, չիմացողների մոտ ստեղծում է տպավորություն, որ չափից ավել ենք ասում, երբեմն ասում են Թութանհամոնի կամ Նեֆերտիտիի մեջ կա հայկական ժառանգական արյուն, սկսում են ոմանց դեմքին ծաղրալից ժպիտներ երևալ, ոմանք չեն կռահում եւ այլն։ Այո, ես շատ բարձր եմ գնահատում Արթուր Արմինի գիրքը, նա նոր լույս սփռեց հայ իրականության, էպոսագիտությամբ զբաղվողների, հայոց պատմության եւ հայկական այն շերտի վրա, որը ուզում է ճշմարտորեն ճանաչել իր ազգի պատմությունը։ Տիկին Ասատրյան, գրքի հեղինակի բացառիկ աշխատանքը շերտ առ շերտ էպոսի հերոսների միջոցով մեզ է հասցնում հայ էթնոսի գոյության փաստը։ Նրանից է սկսվում մարդկության տիեզերաիմացությունը։ Արթուր Արմինի գիրքն ինչ-որ տեղ աստրոլոգիա ու աստղագիտություն է։ Կարծես թե հիմնավորում է գիտական տեսանկյունից եւ դա արդյոք բավարար է, որպեսզի այս փաստերը համարվեն ճշգրիտ։ Գիտության մեջ բացարձակ ճշմարտությունները բացառվում են։ Գիտությունը մոտենում է ճշմարտությանը այնքան, որքան տվյալ հեղինակի կարծիքով հնարավոր է հասնել այդ չափին, չափ գոյություն ունի։ Ասել, որ Արթուր Արմինի գիտական ուսումնասիրությունները վերջինն է հայ իրականության մեջ որպես նորություն, ճիշտ չէ, որտեվ ես մտածում եմ, որ վաղը մյուս օրը գալիս է մեկ այլ ուսումնասիրող, որը խորանալով Արթուր Արմինի գրքի էության, ամբողջականության երևույթների մեջ կարող ստեղծել մի բան, որը ինձ, ձեր եւ ապակա ուսումնասիրողների համար նորություն կլինի։ Ես պարզապես ուզում եմ ձեզ ներկայացնել Արթուր Արմինի ուսումնասիրության հենքի վրա ստեղծված մի փոքրիկ պատկեր կապված Սասնա էպոսի Սանասեր եւ Բաղդասար ճյուղի հետ, որը կարծում եմ մեր ընթերցողների համար փոքր-ինչ հետաքրքրություն կներկայացնի։ Պարզվում է, որ ծովինարից, ծովինար, նար, ծովի մայր, ծովի ոգի, իգական հիմքով ջրային տարերք է եւ կապվում է ծովի հետ։ Այսինքն սկիզբը։ Տեսնում եք, մենք ասում ենք, որ իջավ ջրի մեջ Սանասարը, այնտեղից հանեց Քուրգիկ Ջալալին, այնտեղից հանեց զենքերը, այսինքն մեր զորությունը, մեր ուժը, բացահայտ արդեն այստեղից հասարակ ընթերցողը, որը այդպես չի պատկերացնում ինչ է նշանակում ծովինար եւ այլն, կարող է մտածել, որ արդեն այդ ջրից է գալիս մեր ուժը, մեր բասկի ուժը, մեր ոգու ուժը, մեր ֆիզիկական գոյությունը։ Որպես արարման սկիզբ, ինչպես բոլոր հնդեվրոպական հավատամքային պատումներում, աստղագիտական առումով ծովինարը աղերսվում է երկնային ծիր կաթինի Սիրիուս աստղի եւ լուսնի հետ։ Սիրիուս աստղով է սկսվում տիեզերական շրջափուլը, որը ընդունված է եղել թե հին հայերի մոտ եւ թե միջագետքում, թե եգիպտացիների մոտ։ Ընդունված է եղել 30 օրվա արական եւ 28 օրվա իգական համակարգ։ Եվ ահա ծովինարն աղբյուրից խմեց 1 լրիվ եւ 1 բուռ ջուր։ Սա հայտնի է, գիտեն, դպրոցներում էլ անցնում են։ Մեկը դա նշանակում է 1/2 մասը, որը 360 աստիճան պլյուս 180, այսինքն 360-ը ամբողջ տարիվա մեկ ամբողջականությունն է, 180-ը կեսն է։ Սանասարը մեկ ամբողջ բուրն էր, 180-ը կեսը Բաղդասարն էր։ Ծովինարը նաև համարվում է տիեզերամայր։ Ահա ծովինարի առաքելությունը։ Հնագույն դիցաբանության մեջ ծովինարը նմանեցվել է Անահիտ Աստվածուհու հետ։ Համեմատել են այդպես։ Տիեզերամայրը մեկ լիքը եւ կիսատ բռով խմած ջրից ծնում է երկվորյակ զավակներ, Սանասեր եւ Բաղդասար, եւ քանի որ էպոսի բոլոր հերոսները ժամանակի էություն ունեն, այժմ ուզում եմ մի փոքր ներկայացնել, ովքեր էին Սանասարն ու Բաղդասարը։ Ինչպես պետք է հասկանալ նրանց ծնունդը եւ ինչու հենց 1.5։ Ես հիմա կբացատրեմ։ Նախ ասենք, որ աստվածային երկվորյակների մասին միֆական պատումով նրանք համարվում էին արև Աստծո որդիները։ Եվ այն ընկած է նաև հնդեվրոպական հնագույն բոլոր տրադիցիաներով։ Այստեղ ուզում եմ մի ընդմիջում կատարել։ Տիեզերքը սկզբում երկիր մոլորակը ղեկավարվել է մեկ կենտրոնի կողմից։ Ըստ իմ ուսումնասիրությունների, որոնց մասին ես նշել եմ Սֆինքսը նայում է Արարատին գրքում,
Հայաստանը եղել է տիեզերագիտության խոշորագույն կենտրոն։ Ջոն Հենքոկը, խոշորագույն համաշխարհային ճանաչում ունեցող գիտնական, նա ասել է, որ տիեզերական մոլորակների ուսումնասիրությունները կատարվել են Արարատ լեռան եւ Եփրատ եւ Տիգրիս գետերի մեջտեղում ընկած տարածքներում։ Այս տարածքները համարվում է Հայաստանը, որտեղ Եփրատ եւ Տիգրիս գետերը սկիզբ են առել հայկական բարձրավանդակներից։ Ըստ Հերոդոտի, նույնիսկ խոսակցություն է գնում Պլատոնի մասին, որ նա ավարտել է Հայաստանում, կրթություն է ստացել Հայաստանում։ Հայաստանը ունեցել է խոշորագույն համալսարան, նաև զբաղվել է աստղագիտությամբ։ Մենք ունենք Քարահունջի փաստը, որքան էլ որ Քարահունջը այլ գիտնականների եզրակացություններով տարբեր ինչ-որ ուսումնասիրությունների արդյունքում նշվում է, որ այդ քարերը այլ նպատակներ են ունեցել։ Քարահունջը եղել է մեծ աստղադիտարան, observatoria, եւ այնտեղ եղել է խոշորագույն համալսարան, որտեղ մարդիկ կրթություն են ստացել, դիտել են աստղերը, աստղերի միջոցով խոսել իրար հետ, աստղերի միջոցով որոշել երկիր մոլորակի վրա կատարվող իրադարձություններն ու ժամանակաշրջանը։ Ունենք արդյոք սրանց գիտական հիմնավորումները, որ կարող ենք ներկայացնել ամբողջ աշխարհին։ Գիտեք ինչ, այդ ուսումնասիրությունների մասին ըստ հեղինակների իրենց էջերով ես Սֆինքսը նայում է Արարատին գրքում մեկ առ մեկ նշել եմ։ Ուսումնասիրել եմ 40 կտոր գրականություն, տարբեր լեզուներով, այս գրքի վրա աշխատել եմ ուղիղ 20 տարի։ Ես ոչ թե ուզեցել եմ այս գրքով գիտական ուսումնասիրությունների բացահայտումներ կատարել, այլ ժամանակի ընթացքում պատմական առումով տարբեր խոշորագույն հայտնի գիտնականների եզրակացությունները ներկայացնել ներկա սերնդին ուժ եւ հնարավորություն բազից ստեղծելու ապակա սերնդի համար, որպեսզի նրանք լրջորեն զբաղվեն հայագիտությամբ։ Ինչ են անում ժամանակակից պատմաբանները։ Ես միշտ էլ իմ խոսքը ուղղել եմ նրանց, երիտասարդ պատմաբաններ ունենք, թող խորանան, թող քրքրեն։ Մենք ոչ մի անգամ չենք մեղադրում անցյալի մեր պատմաբաններին, որ նրանք ճշմարտացիորեն չեն ներկայացրել մեր ազգի պատմությունը, որտեղ նրանք ենթարկվել են ժամանակին։ Իսկ այսօր անդրաժեշտ է, որ մեր պատմաբանները զբաղվեն դրանով։ Նախասիկ, որ աստվածային երգորյակների մասին միֆական համարվում են արևաստծո որդիներ եւ այն ընկած է հնդեվրոպական հնագույն բոլոր տրադիցիաներում։ Մենք արդեն նշել ենք, որ հնդեվրոպացիների նախահայրենիքը Հայաստանն է։ Այո, դա հաստատված բան է։ Հետևաբար, նրանց եւ մեր աստվածությունների նմանությունը բոլորովին էլ չի զարմացնում հայերիս։ Սասնացղրեր էպոսում երկվորյակների ճյուղը լիովին ներկայացնում է նրանց աստղագիտական նշանակությունը։ Սան ա սար Սան նշանակում է որդի, հոգի։ 5-րդ դարից մենք ունենք սանիկ, սանահեր բառերը, որոնք հոգևոր եւ մտերվի կապեր ունեցող բարեկամ է նշանակում։ Սանահեր նշանակում է հոգևոր հայր։ Սանասարը աղերսվում է նաեւ արևի հետ։ Եվ մենք հայրս երևի միակ ժողովուրդն ենք դարձյալ, որ ունենք արևիտ մեռնեմ, հոգուտ մեռնեմ արտահայտությունները, որոնք գալիս են մեր հնագույն պաշտամունքային համակարգից։ Սա սար ժամանակաշրջան է նշանակում։ Հոգի եւ ժամանակաշրջան։ Ստացվում է, որ սանասար բառը նշանակում է Աստծո որդի հավերժական ժամանակաշրջան։ Սանասարը որպես ինքնուրույն մեկ ամբողջություն ներկայացնում է տիեզերական մեծ տարի 25920 տարի։ Իսկ կես բուռը Բաղդասարը 12960 տարի։ Որպես երկվորյակ նրանք ներկայացնում էին մեկ աստվածություն։ Արդյունքում ստացվում է 38880 տարի, այսինքն սկիզբը այդքան մոտ 39000 տարի։ Այսինքն այդ ժամանակաշրջանը ներկայացնում է երկրագծի առանցքի ելակիտային դիրքից մինչև նախկին դիրքը։ Բաղդասարի երկվորյակ աստվածության մեջ ներկայացնում է Բաղդասարը իր երկվորյակ աստվածության մեջ ներկայացնում է լուսինը։ Տեսեք, Սանասարը արևն էր, Բաղդասարը լուսինը։ Այսինքն սրանով է բացատրվում Բաղդասարի կես լինելը։ Կես լինելը հենց այդպես է, կիսալուսինն ենք ասում։ Ինչպես Ռիգ Վեդայում Միթրա Վարունա կամ Ինդրա Ագնի եղբայրներն են ներկայացնում հակադարձ աստվածություններ, գիշեր-ցերեկ, այնպես էլ Սանասարն ու Բաղդասարը ներկայացնում են արև ու լուսինը։ Բաղդասարը էպոսի ադրամելիկն է, որը նշանակում է հին հեթանոսական համակարգի մեր դյարն ընթառաջը, ադրա տեր։ Այն, ինչ մենք այսօր ընդունում ենք քրիստոնեության Աստծո որդի Հիսուսի վերաբերյալ։ Ադրամելիքը աղերսում է նաև Ադար ամսի հետ։ Հիշենք, թե սասունցիները ինչպես էին հեթանոսական նոր տարվա գիշերը մարտ ամսին տան պատերը ծեծում հին տարին տնից դուրս հանելու համար։ Ադարը նաև նոր տարվա սկիզբ է համարվում։ Էպոսի առաջնային աստվածությունների միջոցով փորձ է արվել մոտենալ մեր ազգային ակունքներին ապացուցելու համար, թե որքան հին է մեր ժողովուրդը տիեզերքի գոյության մեջ։
Ուսումնասիրելով ավելի վաղ շրջանի ազգայրի ծագումնաբանությունը եւ սկսվելով մեր թվարկությունից 3000-ից երկրորդ հազարամյակների ուսումնասիրության փաստերը Լե գրող Զենոն Կոսեդևսկին բիբլիական ավանդապատումներ գրքում զարմանալիորեն ներկայացնում է մեր ժողովրդի իմաստության ակունքները։ Այս թեմայի շուրջ բավականին ուսումնասիրություններ եք կատարել։ Կարող ենք ասել, որ մենք մեր էպոսի մասին գրեթե ոչ մի բան չգիտենք։ Փորձենք այսօր մի փոքր պարզաբանել գոնե էպոսի առաջին հատվածը։ Կարող եք ասել ով էր Գագիկ թագավորը։ Գագիկ թագավորը դա հայոց ազգի ֆենոմենն է, գոյությունը, խնդիրը։ Հայ ազգը գոյություն ուներ։ Նա Գագիկ թագավորի աղջիկն էր։ Ֆիզիկական առումով որպես ազգային էթնոսի ներկայացությունն էր էպոսում թվում է թե վիրտուալ առումով, բայց իրականության մեջ Գագիկ թագավորը հայոց ինքնությունն էր։ Ծովինարը ծովից տվող, ջրից տվող ուժը եւ որպիսի հայ ժողովուրդը չկորցնի իր գոյությունը, իր խորհրդանիշը երկիր մոլորակի վրա, Ծովինարը գնում է ինքնազոհողության։ Մենք անցնում ենք էպոսը որպես իրողություն, որպես երևույթ, որպես չասեմ հերոսապատում, օրինակ Ավետիք Իսահակյանը շատ հետաքրքիր բան է ասել, եթե ուզում ես ճանաչել ազգերին, կարդացեք նրանց էպոսները, նրանց պատմությունները, այնտեղ են գած ազգի գոյության հիմնը։ Եվ այդ պատճառով մեր ժողովուրդը շատ իմաստուն է։ Շատ լավ է իմացել, որ էպոսի խորքերը, թաքնագիտական իմաստները, եթե բացահայտի, այնտեղ շատ բաներ կան։ Այնտեղ կան ժամանակաշրջանի, ապրումների, հայոց գանձերի մասին տեղեկատվություն էպոսում, թե որտեղ է գտնվում այն հզոր զենքը, որ գոյություն ունի, որը մինչև այսօր հայտնաբերված չի։ Այսօր հասկանում ենք մենք այս էպոսի իրական իմաստը։ Իրական իմաստը այսօր չենք հասկանում։ Միայն մի բան կա, էպոսի ջուցածունների հերոսական ուժի փոխանցումը մեր ներկա սերնդին։ Ամբողջ նպատակը դա է։ Օրինակ Արուսյակ Սահակյանի հետ մի անգամ խոսեցինք, նա ասաց, որ էպոսում այդ հիմքը դրված է, յուրաքանչյուր հաջորդ սերունդ պետք է 7 անգամ ավելի հզոր լինի իր նախորդներից։ Ահա թե ինչու, երբ որ մհերը գնում է ծովասարի ջուր խմելու եւ հագնում է հորշորերը, իր վրա փոքր է լինում։ Կաթնախփյուրից մինչեւ այդ ջուրը չի խմում, մինչեւ կաթնախփյուրը ժողովրդի ակունքից նա չի սվում։ Այսօր էլ եթե այն անձինք, ովքեր որ մեր հայկականությանը, հայությանը, Հայաստանի Հանրապետության դեմ ինչ որ խոսում են կամ չեն վերաբերվում այնպես, ինչպես որ հարկն է, ժողովրդի մասին չունեն այն մտահոգությունը, ինչ որ պետք է, հայնիկի պաշտպանվածության հանդեպ չունեն այդ մտահոգությունը։ Դա նշանակում է, որ կաթնախփյուրի ջրից դեռ չեն խմել։ Մենք հաղթանակ տարանք, Արցախը ազատագրեցինք, ետ բերեցինք Սասնադավթի հզորությունը, ուժը, ետ բերեցինք Արուծածև մհերի հզորությունը։ Սա այն հիմքն էր, որը մենք բերանացի բանավոր փոխանցում ենք, բայց սա ֆիզիկական, նյութական կողմն է, որ մենք տալիս է։ Էպոսի թաքնագիտական բացատրությունը, նրա խորքը մինչև այսօր մնում է անբացատրելի։ Մենք մեր ժողովրդի մեջ ունենք մարդիկ, այսօր գիտնականներ, որոնք վախեցած են, չեն համարձակվում այդ իրենց իմացածը բացահայտել եւ տալ ժողովրդին։ Ես կոչ եմ անում բոլոր այն հայերին, որոնք խորք են դրել, ուժ են դրել, իմաստություն ու տարիներ են սպառել էպոսի համար։ Թող հրատարակեն այդ գրքերը։ Մենք կստեղծենք Հայաստանի Հանրապետությունում գիտնականների մի խումբ, որոնք կուսումնասիրեն, կներկայացնեն։ Ժամանակը դեռ չի էպոսի գաղտնիքները բացանելու համար։ Ժամանակը կգա եւ այդ գաղտնագիտության տակ մենք կընթերցենք մեր ժողովրդի ազգային ակունքների, նրա գոյության 40,000 եւ ավելի տարիների պատմությունը։ Տիկին Ասատրյան, մենք կարծես թե փորձում ենք հասնել նրան, որ ամբողջ աշխարհին տեղեկացնենք այն մասին, տիեզերքի, թե որքան մենք հին ժողովուրդ ենք եւ տիեզերքի գոյության մեջ ընդհանրապես որքան հին է հայ ժողովուրդը։ Արդյոք այս տեսակետը ըմբոստությունների եւ ընդդիմախոսության տեղիք չի տալիս, ինչպես է ընդունվում։ Չէ՞ որ արդեն կան դրա նշույլներ, արդեն խոսում ենք այդ մասին։ Հայերս ունենք բազում թշնամիներ։ Մեր ամբողջ պատմությունը սեփականացված է։ Օրինակ Պարիս Հերունին ասում է, որ Աստծո առաջին լեզուն հայերենն է եղել։ Այդ մասին երբ որ խոսում ես, բոլորը սկսում են աղմկել, խոսել, բայց դա այդպես է որ կա։ Դա ես ասում եմ, որ այդպես է։ Շատ մի քանի ուսումնասիրությունում իսկապես, օրինակ Հիսուսին Աբգար թագավորը կանչեց իր մոտ եւ ասեց. «Ինչ ես անում այդ անօրենների երկրում»։ Աբգար թագավորը ինչու էր կանչում Հիսուսին եւ ինչու էր ասում, որ արի ես քեզ կպաշտպանեմ։ Խնդիրը սրան չի վերաբերում, սա ուղղակի օրինակի համար է մերել։ Մեր պատմությունը, մեր հզորությունը, որտեղ հայերս Հայաստանը համարվում է մարդակենտրոն բնակավայր։ Միլիոնավոր մարդիկ դուրս եկան իրենց երկրի տարածքներից եւ հոսեցին դեպի Եվրոպա։ Հայերը նույնպես աշխարհը երբ որ ջրով է պատած եղել, հայերն եղել են ջրբաժան։ Օրինակ Սյունիքի տարածքում այսօր հայտնաբերել են քարեր, որոնց վրա նավեր են նկարված, հնագույն քարեր, հազարամյակների պատմություն ունեցող։ Հազարամյակներից առաջ այդ նավերը որտեղից են եղել, որ նկարվել են։ Այսինքն Հայաստանը եղել է ջրբաժան։
Եվ վերջապես ամենապրոզայիկ փաստը, բայց հիմնավոր փաստը բերեմ էլի։ Նոյի իջավ Արարատի գագաթին, այնտեղից իջավ, եկավ եւ դրանից հետո նրա որդիները ծավալվեցին աշխարհում մեկ։ Նոյը իջավ եւ գնաց նախ Իջևան, եկավ Հայաստան։ Փաստը ինչի մասին է խոսում, որ Հայաստանը համարվում է սկզբնաղբյուր։ Այսօր օրինակ Բրիտանիայում բրիտների մասին խոսելուց պետք է հիմա ասեմ, թող լսեն բրիտանացիները եւ հասկանան, որ իրենց նախնիների ակունքների մեջ կա հայկական արյուն։ Բրիտները գաղթել են Չելդեր լճի տարածքից եւ բրիտները ոչ թե ինչ են կոչվել բրիտներ, որտեղ հիմնականում զբաղված են եղել բրուտագործությամբ եւ մեկնել են սկանդինավյան կղզիներ։ Չի բացառվում արտագաղթը ամեն ժամանակ է եղել, այդպես էլ եղել է այդ ժամանակաշրջանում։ Հայաստանը համարվում է մարտակենտրոն բնակավայր։ Եթե եգիպտական բուրգերը ունեն 3000 տարվա պատմություն, ապա Քարահունջը 7500 տարվա պատմություն։ Ստոուհենջը ունի 5500 տարվա պատմություն։ Այսինքն դա նշանակում է, որ հայոց տարածքում, հայոց լեռներում հսկայական գաղտնիք կա, որի մասին ճիշտ է հանրային հեռուստատեսությունը ներկայացնում է եթերեվարում եւ այլն, բացահայտում է շնորհակալություն իրենց, բայց համոզված եմ, որ դեռ այն ասելիքը, որ մենք պիտի ասենք մեր ժողովրդին, նրան էլ ավելի հզորացնելու, որտեղ եթե դու լավ գիտես քո պատմությունը, դու ավելի հզոր ես լինում, դու գիտես, որ մի հրաշալի տաղանդավոր ստեղծագործ ժողովրդի զավակ ես։ Այդ հայը, ով իր պատմությունը գիտի, երբեք երկիր չի լքի եւ երկիրը չի պահի այնպես, որ այդ երկրի բնակիչը արտագաղթով ապրի։ Սա է, որ մենք պետք է կենտրոնանանք սաստայեպոսի, ոչ միայն ճյուղերի բացատրության, ոչ միայն գիտականորեն հիմնավորելու մարդիկ կան, մասնակիցներ կան, պետք է որ Վերջապես հայեր ենք, յան հասկանում ենք, մեր պատմությունը մենք չի բանան, չներկայացնենք մեր սերնդին։ Տիկին Ասատրյան, ձեզ այդ զրուցելը շատ հետաքրքիր էր։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ մեր հրավերն ընդունելու համար, այս հետաքրքիր զրույցի համար։ Հուսով ենք այս թեման դեռ շատ երկար կքննարկվի եւ դուք եւս մեկ անգամ հնարավորություն կունենաք մեզ հետ հանդիպելու եւ կիսելու ձեր մտքերը։ Ես նույնպես շնորհակալ եմ, որ հրավիրել եք եւ իմ ամբողջ նպատակը, որ հայ ժողովուրդը գալիք սերունդը ծանոթ լինի իր պատմությանը։ Հայաստանը ըստ տարբեր ուսումնասիրությունների հնդեվրոպական ընտանիքի նախահայրենիքն է։ Մեր ժողովրդի առեղծվածային կենսունակությունը եղել եւ մնալու է աստվածային պահպանիչ նախախնամության մեջ։ 19-րդ դարի ռուս մտածող Վլադիմիր Սոլովյովի խոսքով ազգային գաղափարը ոչ թե այն է, թե ինչ է մտածում ազգը իր ժամանակի մեջ, այլ թե ինչ է մտածում նրա մասին Աստված հավերժության մեջ։ Ավարտվեց հարթակի հերթական թողարկումը։ Թեման կշարունակենք մեր հաջորդ հաղորդման ժամանակ։ Ինչպես միշտ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ կրկին ժամը 13-ին Հանրային ռադիոյի եթերում։ Ձեզ հետաքրքրող հարցերը կարող եք գրել Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի Facebook-յան մեջին։ Եվ հիշեք, մենք կարևորում ենք յուրաքանչյուրի կարծիքը։ Կհանդիպենք։